կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ 2010-15 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել է ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում 124 միլիոն 892 հազար 985 դրամ արժողությամբ մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը։ Արդյունքում Սեյրան Օհանյանի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտները էականորեն գերազանցող չափով։ Նշված առանձնատան լողավազանի և շոկաբաղնիքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի հանձնարարությունը կատարելու նպատակով Աշոտ Գրիգորյանը ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ իր արմիջական ենթակա կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Գրիգոր Լևոնի Բարսեղյանի ընտանիքին պատկանող շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող Սիտա գրուպ ընկերությունը մասնակցել է Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին և հաղթող ճանաչվելով իրականացրել շինարարական աշխատանքներ։ 2015 թվականի ապրիլին դիմել է Գրիգոր Բարսեղյանին, առաջարկելով հիշյալ ընկերության միջոցով իրականացնել առանձնատան լողավազանի և շոկեբաղնիքի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները, որին Գրիգոր Բարսեղյանը համաձայնվել է։ Սիտա գրուպ ընկերությունը իր ֆինանսական միջոցներով վերոնշյալ առանձնատանը կատարել է շուրջ 64 միլիոն 500 հազար դրամի շինարարական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները 2015 թվականի սեպտեմբեր ամսին դադարեցվել են ընկերության ֆինանսական միջոցները սպառվելու պատճառով։ Այդ մասին Գրիգոր Բարսեղյանը և նրա հայրը Լևոն Բարսեղյանը 2015 թվականի վերջին հայտնել են Աշոտ Գրիգորյանին և խնդրել են վճարել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված 58 միլիոն դրամը։ Աշոտ Գրիգորյանը գործելով Սեյրան Օհանյանի գիտությամբ և հանձնարարությամբ հրաժարվել է տրամադրել գումարը, պատճառաբանելով, որ նշված աշխատանքների դիմաց վճարման ենթակա շուրջ 58 միլիոն դրամը համարում է նախկինում Պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթներում նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու գնումների գործընթացի շրջանակներում կատարված աշխատանքներ նախոչնդոտ ընդունելու և դրանց դիմաց վճարումները կատարելու համար այսպես կոչված ատկատի, եթե իրավաբանորեն թարգմանենք կաշառք, գումար։ Աշոտ Գրիգորյանը խոստացել է իր պաշտոնական դիրքն օգտագործելով հետագայում ևս ապահովել Պաշտպանության նախարարության կողմից հայտարարվող մրցույթներում անխոչնդոտ և շահավետ պայմաններով նրանց ընկերությունը հաղթող ճանաչելու, գնումների շրջանակներում կատարված աշխատանքները անխոչնդոտ ընդունելու և դրանց դիմաց վճարումներ կատարելու գործընթացները։ Սիտա գրուպ ընկերության փաստացի սեփականատեր Լևոն Բարսեղյանը գիտակցելով Սեյրան Օհանյանից և Աշոտ Գրիգորյանից իր ընկերության հետագա գործունեության և Աշոտ Գրիգորյանի ղեկավարած վարչության բաժնի պետի պաշտոն զբաղեցրած որդու պաշտոնավարման կախվածությունը հետագա գնման գործընթացներում ապօրինի առավելություններ ստանալու ակնկալիքով չի պահանջել 58 միլիոն դրամը։ Այսպիսով, եթե ամփոփենք, Սեյրան Օհանյանը շահադիտական, անձնական շահագրգռվածությամբ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է պաշտոնական լիազորությունները, որպեսզի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության պետության օրինական շահերին և ազգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ մասնավորապես։ Խաթարվել է Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանում հանդիսացող կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության և առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը։ Պաշտպանության նախարարության, դրա ստորաբաժանման և մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը։ Պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունը ներգրավվել են ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինության կառուցմանը։ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, պետական բյուջեի միջոցների հաշվին 2011-ից մինչև 2016 թվականների ընթացքում առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ ստացած Պաշտպանության նախարարության ծառայողները ներգրավվել են ծառայության խնդիրներից չբխող գործառույթների իրականացմանը։ Սեյրան Օհանյանը Աշոտ Գրիգորյանի հետ հանցակցությամբ Լևոն Բարսեղյանի ընտանիքին պատկանող Սիտա գրուպ ընկերությանը Պաշտպանության նախարարության իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու, նշված կազմակերպության և Պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող Գրիգոր Բարսեղյանի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելու նպաստելու, ինչպես նաև թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով 58 միլիոն դրամ կաշառք։ Այսինքն Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարում։ Սեյրան Օհանյանը նշված հանցավոր գործողությունների արդյունքում Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված
Պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը իր կողմից զավթված լինելու եւ դրա վրա առանց կառուցապատման իրավունքի ապօրինի իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող եւ դրանով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար 158 դրամ արժողությամբ շենք շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու գույքի իրական բնույթը ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները եւ պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդի Բենյամին Ղալեչյանի, եթե կհիշեք, դա այն անձներով մրցույթում միանձնյա հաղթող էր ճանաչվել, ինչպես նաև իր օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայր Էդգար Գրիգորյանի մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին։ Նախապես մշակված սխեմայով Բենյամին Ղալեչյանը մրցութային հանձնաժողովին է ներկայացրել մրցույթի հայտ եւ հանգստի գոտու կառուցապատման գործարար ծրագրի փաթեթ, որում այստեղ խնդրեմ ձեր ուշադրությունը թաքցվել է հողամասը արդեն իսկ շինություններով ծանրաբեռնված լինելու հանգամանքը։ Գործարար ծրագրով առաջարկվել է կառուցել, կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, ադմինիստրատիվ, հանգստի, ժամանցի եւ սպորտային շինություններ։ Բնապահպանության նախարարի եւ միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրած Արծվիկ Մինասյանը տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը ծանրաբեռնված է շենք շինություններով, որոնք փաստացի պատկանում են Սեյրան Օհանյանին, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները, պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ ոչ միայն միջոց չի ձեռնարկել նշված իրավախախտումների արձանագրումը, պատասխանատվության միջոցների կիրառումն ու հետևանքների վերացումը ապահովելու ուղղությամբ, այլև ապահովել է մրցութային հանձնաժողովի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա բնության հատուկ պահպանվող տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված եւ նրա կողմից որոշված անձին Բենյամին Ղալեչյանին։ Բենյամին Ղալեչյանը զբաղվում է իր աշխատանքային գործունեությունը հիմնականում բնակարանների վերանորոգման աշխատանքներն են, մասնագիտացված է սանտեխնիկական աշխատանքների իրականացմամբ։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանություն է տրվել ՊՕԱԿ-ի եւ Բենյամին Ղալեչյանի միջև կնքվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին։ Կառուցապատման վճարի չափ է սահմանվել 631,560 դրամ տարեկան, իսկ պայմանագրի ժամկետ 25 տարի։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ Բենյամին Սուրենի Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր, որի հիման վրա 2017 թվականի մայիսի 22-ին կատարվել է Բենյամին Ղալեչյանի իրավունքների պետական գրանցում եւ վերջինիս տրվել է վկայական, այդ կերպ փաստացի ապահովելով Սեյրան Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչնդոտ տիրապետումը եւ օգտագործումը։ Այսպիսով Սեյրան Օհանյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույք։ Նրան վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում։ Սեյրան Օհանյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին ստանձնել է ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավորի պետական քաղաքական պաշտոնը, հանդիսացել է հանրային ծառայության մասին օրենքի 34 հոդվածով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ։ 2021 թվականի հոկտեմբերի 19-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր կողմից ներկայացված պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ արկա գույքի, եկամուտների եւ շահերի վերաբերյալ հայտարարագրում, իսկ այնուհետև 2022, 23 եւ 24 թվականներին ներկայացված պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրերում թաքցրել է